Հայկի տոհմը պարզապես ընտանիք չէր, այլ մի հսկայական համայնք։ Երբ Հայկը հեռացավ Բաբելոնից, նրա հետ էին նրա որդիները, դուստրերը, թոռները և նրանց հարող մոտ 300 այրեր իրենց ընտանիքներով։ Հայկը ոչ թե բռնակալ էր, այլ հայրական հեղինակություն։ Որոշումները կայացվում էին տոհմի շահերից ելնելով։ Նրանց ապրելակերպի հիմքը ազատությունն էր։ Նրանք նախընտրեցին դժվարին կյանքը հյուսիսի լեռներում, քան ճոխ ստրկությունը Բաբելոնի տաք հարթավայրերում։ Հասնելով Արարատի երկիր, Հայկը չմնաց վրանների տակ։ Նա սկսեց շինարարական գործունեություն։ Լեռնային պայմանները ստիպում էին կառուցել ամուր, քարե տներ և պաշտպանական ամրություններ, որոնք հետագայում դարձան հայկական բերդաշինության հիմքը։ Հայկի տոհմի անդամները նկարագրվում են որպես կորովի և հաղթանդամ մարդիկ։ Հայկը մեծ որսորդ էր, ինչը նշանակում է, որ տոհմի տղամարդիկ վարժված էին զենքին, ճարտար էին նետաձգության մեջ և ֆիզիկապես շատ կայտար։ Լեռնային գոտիներում նրանք զբաղվում էին խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, իսկ հովիտներում հողագործությամբ։ Նրանք ապրում էին մի ժամանակաշրջանում, որտեղ ուժն էր որոշում իրավունքը։ Հայկի երեքթևյան նետը և նրա զավակների հմտությունները փաստում են, որ ռազմարվեստը նրանց կյանքի անբաժան մասն էր։ Նրանք ոչ թե հարձակվող էին, այլ պաշտպանվող, պատրաստ ցանկացած պահի պաշտպանել իրենց տունն ու սահմանը։ Իմանալով Հայկի հաջողությունների մասին և իմանալով նրա ուժը, Բելը զայրացած իր զորավարների վրա հրամայում է ինչ-որ կերպ հնազանդեցնել Հայկին դիվանագիտական ճանապարհով։ Նա պատգամավորներ ուղարկեց ասելով. «Դու բնակվում ես ցուրտ ու սառը լեռներում, արի իմ տիրապետության տակ, ապրիր խաղաղության և շքեղության մեջ»։ Հայկի պատասխանը եղավ կտրուկ ու արժանապատիվ։ Նա հետ ուղարկեց պատգամավորներին, մերժելով ստրկական խաղաղությունը և նախապատրաստվելով մարտին։ Սա այն վճռորոշ պահն է, որը հայոց տոմարի սկիզբը դարձավ։ Հայկը իր սակավաթիվ զորքով դասավորվեց եռանկյունաձև։ Ինքը կանգնեց կենտրոնում, իսկ որդիներն ու թոռները թևերում։ Բելը եկավ հսկայական զորքով, ինքնավստահ, ծանր զրահավորված և բարձրացած մի աշտարակի վրա, որպեսզի դիտի իր հաղթանակը։ Նկատելով Բելին աշտարակի վրա զորքի գալուն սպասելու համար, Հայկը առաջ նետվեց։ Նա իր լայնալի ջաղեղով արձակեց եռաթև նետը, որը ծակեց Բելի կուրծքը, անցավ զրահի պղնձե